Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Արտաքին հետախուզության ծառայությունը իր տարեկան զեկույցում պնդում է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, բայց Բաքուն ակտիվացրել է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման։ Իլհամ Ալիևը Եվրանյուզին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսում են համագործակցել, ընդգծելով սկսել են նավթամթերք արտահանել Հայաստան։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, բայց անունը չեն ասում, հորդորում են մի քիչ էլ սպասել։ Մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսած հետաձգված ժողովը Ավստրիայում կանցկացվի։ Մայրաթորից պնդում են պատճառը եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու հնարավոր ճնշումներն են։ Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այն կլինի ոչ աշխատանքային օր։ Շվեյցարական Դավոսում այսօր ակնկալվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հատուկ բանագնացների և Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը։ Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցն է հրապարակել, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան 2026-ին գրեթե անհավանական է։ Միաժամանակ ըստ ծառայության ռիսկային են Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները։ Իշխանությունները ընդունում են, որ այս թեման չի համապատասխանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված գործընթացների ոգուն, բայց միևնույն ժամանակ պնդում, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ավելի լայն օրակարգեր ունեն և դրանց վրա են կենտրոնանում։ Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ Վաշինգտոնում 2025-ի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Միաժամանակ վարչապետին ենթակա մարմինն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները առաջացնում են ռիսկեր և բացասաբար են ազդում խաղաղության կառուցման վրա։ Ծառայության տվյալները վկայում են, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է քարոզչությունն այս ուղղությամբ, ինչն ըստ զեկույցի զգալի ռիսկեր է ստեղծում երկարաժամկետ խաղաղության համար։ Իբրև ապացույց արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմայով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնք նախորդ տարվա սկզբի համեմատ անցած տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել են 36%-ով։ Հաշվի առնելով այս հանգամանքը, արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, թե իր առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատել, թե որն է Ադրբեջանի կողմից արևմտյան ադրբեջանցիների վերադարձի առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր արձագանքելով արտաքին հետախուզության ծառայության մտահոգություններին նշեց, որ Ադրբեջանին անդադար փոխանցում են, որ արևմտյան ադրբեջանցիների խոսույթը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին։ Ընդ որում, ի տարբերություն արտաքին հետախուզության ծառայության, իշխանական падգամավորը որոշակի փոփոխություն այս ուղղությամբ արձանագրում է։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը, խաղաղության խոսույթը։ Արդյոք Հայաստանի իշխանությունն այս փուլում չի քննարկում ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Չէ, այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, ընդհանրապես, հատկապես այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում
խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթի աճին զուգահեռ Բաքուն շարունակաբար մեծացնում է նաև ռազմական ծախսերը։ Արտաքին հետախուզության ծառայությունը սա եւս ռիսկային համարելով արձանագրում է, որ Ադրբեջանի ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտների հատկացումներին։ 2023-ի համեմատ Ադրբեջանում 2026 թվականի ռազմական հատկացումները աճել են շուրջ 44%-ով, մինչդեռ մյուս ոլորտներինը ընդամենը 7.4%-ով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված հաշվի առնելով որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը սկսել են որոշակի առևտրաշրջանառություն եւ այլն այս առումով ինձ թվում է որ 2026 թվականի զեկույցը արդեն որոշ առումով այլ տեսք ունենա։ Արտաքին հետախուզության ծառայությունը 2026-ի տարեկան զեկույցում նաև անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանազատմանը, կանխատեսելով նոր առաջընթաց այս գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար եւ այլ հարցերում։ Բաքվի բանտերում պահվող 19 հայ գերիների մասին զեկույցում սակայն որևէ հիշատակում չկա։ Փոխարենը ծառայությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված կանխատեսում է, որ հիբրիդային սպառնալիքները Հայաստանի դեմ այս տարի ավելի ընդգրկուն ու մասշտաբային կդառնան, մասնավորապես կեղծ կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ, ինչպես նաև մեջբերում եմ գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացմամբ։ Արտաքին հետախուզական ծառայության պնդմամբ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե արկային գաղտնի համաձայնություններ ուղղված Հայաստանի շահերի դեմ։ Կրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը 2026-ի իր զեկույցում ընդգծում է, որ այս տարվա ընթացքում զգալիորեն կակտիվանան հիբրիդային գործողությունները Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրիպուղի նախագծի վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Իսկ այս ընթացքում Իլհամ Ալիևը Եվրոնյուզին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսում են համագործակցել։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ վերացրել են Հայաստան բեռների առաքման բոլոր արգելքները, ընդգծել, որ սկսել են նավթամթերք արտահանել Հայաստան, կարծիք հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով ոչ միայն երկարատև, այլև հարատև խաղաղություն կհաստատվի Հարավային Կովկասում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները շատ մանրամասներ չեն հաղորդել այս զրույցից։ Հական Ֆիդանի եւ Ջեյհուն Բայրամովի վերջին հեռախոսազրույցը նախորդ շաբաթ էր Ֆիդանի փոխանցմամբ այդ զրույցի ընթացքում շուրջ 2 ժամ քննարկել էին Թրամփի ուղուն վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Փաստաթուղթը ստորագրվել էր Վաշինգտոնում հունվարի 13-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ Փաշինյանը ընդունել է առաջարկը վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը։ Թրամփի խաղաղության խորհուրդը ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։ New York Times-ը, որ ծանոթացել է խորհրդի կանոնադրությանը, գրում է. Թրամփը հրավիրում է երկրներին միանալ 3 տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան $1 միլիարդ։ Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ եւ Եվրամիության անդամ։ Ռուսաստանի արտգործնախարարը որպես օրինակ բերել է Սերբիային, ընդգծելով, սա նախատեսում է ամբողջական միացում Եվրամիության արտաքին քաղաքականությանը, իսկ դա էլ Լավրովի պնդմամբ նշանակում է միանալ նաեւ հակառուսական պատժամիջոցներին եւ հայտարարություններին։
Այս հարցը ես բազմիցս քննարկել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակի անդամակցությունը անհնարին է ոչ միայն առևտրում եւ ներդրումային քաղաքականության հարցերում միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ Եվրամիութենական Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան։ Էլ չեմ խոսում, որ այդ սկզբունքները, ինչպես օրինակ Սերբիայի դեպքում է, նախատեսում են ամբողջական միացում Եվրամիության արտաքին քաղաքականությանը, իսկ դա նշանակում է միանալ նաև հակառուսական պատժամիջոցներին եւ հայտարարություններին։ Присоединение к антироссийским санкциям, к антироссийским заявлениям и так далее. Իդեպ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաև Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Լավրովը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ մի դաշինքում լինելու մասին Ղուկասյանի հայտարարությունը նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթ է դարձել, ու մինչ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սխալմամբ կարծում էր, թե նա տնային կալանքի տակ է, փաստաբանները պնդում են, որ չնայած դատարանի երեկվա վճիռին, Գյումրիի քաղաքապետին հիվանդանոցի փոխարեն նորից բանտ են տեղափոխել։ Ելնելով հուժարույ գանգատներից կրծքավանդակում ցավ, որը ճառագայթվում է դեպի ձախ ձեռքը, ծնոտը, որը կարող է լինել սուր սրտային հիվանդության ախտանիշ, հուժարույն անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, լրացուցիչ լաբորատոր եւ գործիքային հետազոտելու նպատակով։ Դատավորի երեկվա այս հայտարարությունից հետո փաստաբանները Գյումրիի քաղաքապետին փնտրել են Երևանյան հիվանդանոցներում ու չեն գտել։ Ավելի ուշ պարզել են, որ հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանին դարձյալ բանտ են տեղափոխել։ Պարզվեց, որ թույլ չի տվել ուղեկցող ճոգը, որպես իրականում շտաբ օգնության մեքենան պարոն Ղուկասյանին տեղափոխի հիվանդանոց եւ նրան տեղափոխել են քերակատարողական հիմնարկ։ Այսինքն ակնհայտորեն ուղղակի բժշկական ցուցման պայմաններում պետությունը արգելել է, որպեսզի անձը ստանա գոնե նախնական բժշկական օգնություն, որտեղ գանգատները վերաբերել են սրտի շրջանին եւ վտանգավոր են եղել։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի կարծիքով ոչ միայն իրենց, այլ նաև դատավորին են խաբել։ Որտեղ դատարանը հստակ ասեց, որ հաշվի առնելով, որ առողջության հետ կապված հրատապ հարցեր, նույնիսկ հարկ չի համարել, որպեսզի Վարդան Ղուկասյանը գա մասնակցի նիստին, այլ նույնիսկ այն տպավորությունները, որ այդ պահին արդեն տեղափոխված է պարոն Ղուկասյանը, երբ որ դատարանը ընթերցում էր դա։ Դատավորի խոսքից դա էր բխում։ Նույնիսկ իմ կարծիքով դատավորին են խաբել, որ տեղափոխում են հիվանդանոց, այնինչ թույլ չեն տվել, որ տեղափոխեն հիվանդանոց եւ տարել են քերակատարողական հիմնարկ։ Ով է որոշել, որ բժշկի ցուցումով հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանը պետք է նորից բանտ տեղափոխվի։ Այս հարցի պատասխանը ստանալու համար հարցում են ուղարկել ոստիկանություն։ Մենք հարցումներ ենք նախ իրականացել պարզելու համար, այդ ով է ինքնագլուխ որոշել, որ անձին պետք է տեղափոխել ոչ թե հիվանդանոց, այլ քերակատարողական հիմնարկ։ Այստեղ արդեն մենք գործ ունենք ռեալ վատ վերաբերմունքի խոշտանգման հետ, որի հետ կապված եւ ներկայացվել են հաղորդումներ եւ շարունակվելու են ներկայացնել հաղորդումներ, եւ միևնույն ժամանակ պլանավորում ենք ԽՊՄ միջոցի հարց բարձրացնել դատարանի առաջ, որովհետև բացի այն, որ կա հիմնադրությունների հստակ ցանկ, կա նաև պետության հստակ դրսևորած վարչակարգից, որը վտանգում է արդեն պարոն Ղուկասյանի կյանքը։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն Ազատությանը փոխանցեց, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն ստացել այն մասին, որ դատարան կանչված շտաբ օգնության բժիշկը Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխելու ու հետազոտելու անհրաժեշտություն է տեսել։ Պնդեց, թե այդ մասին մամուլից է իմացել։ Պաշտոնյանն նաև հավաստիացրեց, որ Ղուկասյանը բժիշկների մշտական հսկողության տակ է, բայց առողջական վիճակի մասին իրավասու չէ հավելյալ տեղեկություն տրամադրել։ Ավելի վաղ բժիշկները Ղուկասյանին ստուգել ու եզրակացրել են, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկում չեն, թեև նաև նշել են, որ Գյումրիի քաղաքապետը բուժման կարիք ունի։ Փաստաբանը պահանջում է իր պաշտպանյալի հիվանդությունները ամբողջության մեջ դիտարկել, պնդելով, որ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ղուկասյանին։ Փորձագետները առանձին հիվանդություններն են գնահատել, թե դա կալանքի կրման հետ համատեղելի է, թե համատեղելի չէ, սակայն կառավարության որոշումով նշվում է նաև հիվանդությունների համակցություն, որը կարող է այն կարգի ազդել անձի կյանքի որակի վրա, որ ինքը առողջական խնդիրների խաթարման առաջացնի։
Այսինքն մարդը կարող ունենա 5 տարբեր հիվանդություն, որոնցից յուրաքանչյուրը եթե ունենար ինքը համատեղելի կլիներ կալանքի հետ, բայց դրանց համակցությունը արդեն բերում է առողջական վիճակի այնպիսի խաթարման, որը անհամատեղելի է։ Այս հարցին կարծես թե ոչ ոք անդրադարձ չէր կատարել։ Ռուսամետ հայացքներով հայտնի Ղուկասյանին այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ մի դաշինքում լինելու մասին Ղուկասյանի հայտարարությունը նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթ է դարձել։ Լավրովը ի դեպ սխալ տեղեկություն ուներ, թե Ղուկասյանը տնային կալանքի տակ է։ Правильно упомянули, что вменяется ему в вину то, что он призвал рассмотреть возможность присоединения Армении к Союзу России и Белоруссии. Ճիշտ նշեցիք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստան-Բելարուս միությանը։ Որևէ կերպ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնող քաղաքական հայացքների համար ձերբակալությունն իհարկե մտահոգություն է առաջացնում։ Լավրովի հիշատակած հայտարարության հետքերով Ղուկասյանի դեմ հարուցված վարույթը վերջերս կարճվել է։ Քննիչները մի քանի ամիս քննելու հանցակազմ չէին տեսել։ Գյումրիի 65-ամյա ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ է միանգամից 3 կաշառք ստանալու, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով։ Մեղադրանքները չի ընդունում, բանտում է անցած հոկտեմբերից։ Վերջերս նրա կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարացվեց, ինչը փաստաբանները բողոքարկել են, բայց վերաքննիչ Ադյանը դեռ որոշում չի կայացրել։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը 5 քայլ է առաջարկում Հայաստանի երկարաժամկետ եւ կայուն զարգացման համար։ Ընդդիմադիր ուժը այդ ծրագիրն իրականացնելու համար նաեւ վարչապետի թեկնածու ունի, որի անունը սակայն դեռ չի հրապարակում։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը այսօր հորդորեց մի քիչ էլ սպասել մինչև փետրվարի 12-ի կուսակցության համագումարը։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն որոշված է։ Այսօր հայտարարեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Թեկնածուի անունը սակայն գործարարի եղբոր որդին չհայտնեց, առաջարկեց սպասել հաջորդ ամսվա կեսին նախատեսված կուսակցության համագումարին։ Կարապետյանների առաջնորդած մեր ձևով շարժման անդամներն արդեն կուսակցությունը գրանցել են։ Այն կոչվում է Ուժեղ Հայաստան։ Տեխնացուն ճիշտ որ ասեմ երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։ Մինչ օրս որպես հնարավոր թեկնածու մամուլում շրջանառվել է միայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, բայց հանրապետական կուսակցության օրոք կառավարությունը ղեկավարած Կարապետյանը որևէ կերպ այդ լուրերին չի արձագանքել։ Նարեկ Կարապետյանն ասաց, վարչապետի թեկնածուին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն փետրվարի 12-ին։ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը չի կարող թեկնածու լինել, երկքաղաքացի է։ Նրա թիմակիցները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրողներին խոստումներ էին տալիս հենց Կարապետյանի անունից։ Լրագրողներն այսօր փորձում էին հասկանալ, արդյոք սա չի նշանակում, որ ընտրություններում հաղթելու դեպքում փաստացի Սամվել Կարապետյանն է ղեկավարելու երկիրը։ Ամենայն հավանականությամբ փետրվարի 12-ին կիմանա կպատասխանե։ Նարեկ Կարապետյանն այսօր շատ փակագծեր չբացեց նաև նախընտրական եւ հետընտրական փուլերում հնարավոր համագործակցություններից։ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարած ուժերից Լուսավոր Հայաստանը, Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը կարծում են, իշխանությանը հեռացնելու համար պետք է մեծ բևեռներ ձևավորել։ Ինչ դիրքորոշում ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը։ Արդյոք նախընտրական փուլում այլ ուժերի հետ կհամախմբվեն։ Նարեկ Կարապետյանը առանց մանրամասների նշեց, քննարկումներ որոշ ուժերի հետ կան, բայց վերջնական որոշումներ դեռ ոչ։ Ընդդիմադիր այն ուժերն էլ, որոնք կարծում են չեն հաղթահարի անցողիկ շեմը, ըստ Կարապետյանի չպետք է մասնակցեն ընտրություններին, թույլ չտալով ընդդիմադիր ձայների փոշիացում։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։
Իշխանափոխության հարցում որևէ ուժ միայնակ չի կարող հասնել հաղթանակի։ Այսօր դարձյալ հայտարարել են դաշնակցությունից։ Պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ քաղաքացիական պայմանագրին հեռացնելու համար ընդդիմադիրները մի քանի խոշոր բևեռներ պետք է ձևավորեն եւ ունենան մեկ հստակ օրակարգ։ Եվ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեզ չի ուզում, թող գնա ընտրի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Եվ մինչ ընդդիմադիր դաշտում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին հեռացնելու մարտավարություն են մշակում, ազգային ժողովի նախագահը երեք հայտարարում էր. 2026-ի խորհրդարանական ընտրություններին հավակնում են ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ 2026-ի ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն արդեն հայտարարել է, միայնակ են մասնակցելու։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսած հետաձգված ժողովը Ավստրիայում կանցկացվի։ Մայրաթորից պնդում են պատճառը եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու հնարավոր ճնշումներն են։ Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այն կլինի ոչ աշխատանքային օր։ Շվեյցարական Դավոսում այսօր ակնկալվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հատուկ բանագնացների եւ Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը։ Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Խորհրդարանի փոխոսնակը երեկ տեղեկացրել էր, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ը արդեն կլինի ոչ աշխատանքային օր։ Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսած ժողովը Ավստրիայում կանցկացվի։ Մայրաթորից պնդում են պատճառը իշխանության կողմից եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու հնարավոր ճնշումներն են, ինչի հետևանքով այն դեկտեմբերին չկայացավ։ Ու մինչ վարչապետի թիմակիցները հերքում են ճնշումները, Մասյացոցն թեմից այսօր նոր մտահոգություն հնչեց շարքային քահանաների դեմ ահագնացող ճնշումների մասով։ Եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել Ավստրիայում անցկացնել։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանն այսպես է բացատրում ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսած ժողովը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում անցկացնելու որոշումը։ Հավաքը փետրվարի 16-ից 19-ին է նշանակված։ Իշխանություն եկեղեցի սուր առճակատման կաթողիկոսի հեռացման վարչապետ Փաշինյանի առաջարկած օրակարգին զուգահեռ հետաձգվեց անցած դեկտեմբերին նշանակված եպիսկոպոսած ժողովը։ Այդ ժամանակ եւս Էջմիածինը բռնաճնշումներով, այդ թվում բարձրաստիճան եկեղեցականների կալանավորումներով պայմանավորեց որոշումը։ Այժմ տարբեր մեղադրանքներով բանտում է 4 սրբազան։ Որոշվեց Հայաստանից դուրս Ավստրիայում կրկին այդ եկեղեցու դեմ սանձազերծված արշավը եւ եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով։ Մարդկանց ճնշում են, որպեսզի չմասնակցեն ժողովին։ Ենթադրվում է, որ որոշակի բռնաճնշումներ կարող են իրականացվել։ Նախկինում հայտարարվել էր եպիսկոպոսական ժողով հրավիրել եւ հետո եկեղեցու դեմ սանձազերծված այդ արշավի եկեղեցականների նկատմամբ իրականացվող այդ ճնշումների եւ նաեւ եպիսկոպոսների մտահոգությունները հաշվի առնելով հետաձգվեց եպիսկոպոսած ժողովը։ Եպիսկոպոսած ժողովը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Դրան մասնակցում են առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները։ Դեկտեմբերյան ժողովը հրավիրվում էր, ինչպես նշել էին Էջմիածնից, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը քննարկելու համար։ Գալիք ժողովի օրակարգում ինչ հարցեր են։
Ենթադրվում է, որ եպիսկոպոսատ ժողովի օրակարգային թեմաները պիտի լինեն եկեղեցու դեմ ծառացած այս մարտահրավերները եւ դրանց հաղթահարման խնդիրները։ Տեր Եսայի քահանայի խոսքով հրավերներ ուղարկվում են բոլոր 56 եպիսկոպոսներին։ Դեռ մի ամիս կա էլի, հիմա դրա վաղ չի դեռ։ Անցած դեկտեմբերին կաթողիկոսի որոշմամբ հայաստանյաց առաքելական եկեղեցու իշխանության բարձրագույն մարմնից Գերագույն հոգևոր խորհրդից հեռացված Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը ազատությանն ասաց, հրավեր ստացել է, բայց վերջնական որոշում չունի արդյոք կմասնակցի։ Աբրահամ Սրբազանը կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներից է։ Վարչապետ Փաշինյանի առաջարկած եկեղեցու բարենորոգման օրակարգի կողմնակից։ Դեռ որոշակի որևէ բան ասել չեմ կարող։ Այսինքն չգիտեք կմասնակցեք թե չէ։ Այս պահին հստակ չի որևէ բան, օրակարգ պիտի ուղարկվի հավանաբար, չգիտեմ դեռ։ Վայոց ձորի թեմի առաջնորդը հարցազրույցի տրամադրված չէր, չբացահայտեց, եթե մասնակցի, ինչ հարց է պատրաստվում բարձրացնել։ Իշխանական քաղաքացիական պայմանագրից Սարգիս Խանդանյանի համար տարակուսելի է, որ հայ առաքելական եկեղեցու գլխավոր ժողովներից մեկը Հայաստանից դուրս է կազմակերպվում։ Սա է նաև փաստ եւ փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից եւ ըստ էության իրենց նպատակը չէ նաև իթիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը, նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։ Գարեգին երկրորդի կողմնակիցների նկատմամբ ճնշումները ամիսներով կաթողիկոսի գահանկեցության օրակարգն առաջ մղող Նիկոլ Փաշինյանի թիմակիցը բացառում են։ Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել եւս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը ձեռնարկվել է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել է նաև եւ հատկապես եւ առաջին հերթին եկեղեցու սպասավորներ։ Մինչ վարչապետի թիմակիցները հերքում են ճնշումները, իշխանության եւ մայրաթոռի մեջտեղում հայտնված Մասյացոտ ընթեմից հենց այդ մասին են բարձրաձայնում։ Ըստ հայտարարության սպառնացել են հատկապես Արարատի եւ Վեդու քահանաներին։ Ընդ որում քահանաներից մեկը պնդել է թեմի գյուղապետ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անունից փոխանցել է, եթե 2 օրվա ընթացքում չներկայանա, իրեն գործից կհեռացնի։ Այդ թվում համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ եւ ազդեցիկ համարվող անհատներ փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները, ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։ Գևորգ եպիսկոպոսի հետ ազատությանը կապ հաստատել չհաջողվեց։ Նա մեր զանգերին չի պատասխանում։ Իսկ ահա թեմում հիմա իրավիճակն այսպիսին է։ Կաթողիկոսը պաշտոնան կարեց վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոսին։ Հաշված օրերի ընթացքում դատարանը քննության առավ նրա դիմումն ու վերականգնեց թեմի առաջնորդի պաշտոնում։ Բայց կաթողիկոսը իր հերթին այստեղ այլ թեւակալ առաջնորդ է նշանակել։ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է իր պաշտոնից, ամենայն հայոց կաթողիկոսի որոշման մասին հայտնել է մայր աթոռը։ Տարեսկզբին հակակաթողիկոսական թիմին միացած Տեր Գուսան Ալճանյանը ավելի վաղ վեհափառին հակականոնական քայլերի համար էր մեղադրել։ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը։ Կաթողիկոսի մեկ այլ որոշմամբ էլ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը կզբաղեցնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով։
Մասիսում վարչապետի մասնակցությամբ պատարագին քաղաքացուն իր կամքին հակառակ չեն բերել։ Այս եզրակացությանն են հանգել հայաստանցի իրավապահները մեկ շաբաթ տևած ուսումնասիրություններից հետո։ Հունվարի 11-ին լրագրողների ուշադրությունից չէր վրիպել Վեդիի կոմունալ ծառայության աշխատակիցներից մեկը, որը խոստովանել էր, որ իրեն հրահանգել են դուրս գրվել հիվանդանոցից եւ գալ Մասիս։ Ճիշտ է, տղամարդը հետագայում հերքել էր իր իսկ խոսքերը, սակայն իրազեկ քաղաքացիների միավորումը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազություն։ Ըստ էության ստեղ գործ ունենք կրոնական ծեսի հետ։ Եթե դուք ինձ հարցնեք, իհարկե այդ կրոնական ծեսը քաղաքական կոնտեքստ ուներ եւ քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Բայց ամեն դեպքում հավաքների ազատության մասին օրենքի իմաստով ես կդժվարանամ պնդել, որ դա եղել է հավաք։ Այս մասով իհարկե դժվար է առարկել դատախազության եւ քննիչի մոտեցման հետ օրենսդրությունը որոշակի թերություն ունի եւ սահմանում է միայն հավաքների մասով հավաք չհանդիսացող, այսինքն հավաքների ազատության մասին օրենքի իմաստով հավաք չհանդիսացող միջոցառումներին, այդ թվում քաղաքական միջոցառումներին մարդկանց մասնակցելուն պարտադրելը քրեական օրենսգրքի այս հոդվածով արգելված չի։ Պատարագները, ինչքան էլ անվանեն կրոնական ծեսեր եւ այլն, ինքը հենց հավաքների ազատության տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Եվ բոլոր այն փորձերը մի կողմից, որ կրոնական ծեսերը դրանք բացառապես եկեղեցու ինքնավարության ենթակա գործողությունը եւ այդտեղ պետությունը որևէ միջամտություն կատարելու իրավունք չունի կամ որևէ մեկը, ապա դա նույնպես հիմնավոր չէ, որովհետև այդ հավաքները ընդհանրապես ցանկացած հավաքներին պետության միջամտությունը պետք է լինի միայն բացառապես օրենքով եւ նաեւ ուղղված լինի հավաքների ազատությունը երաշխավորելուն։ Եթե անձին իր կամքի հակառակ խոչընդոտում են հավաքին մասնակցելուն կամ պարտադրում են հավաքին մասնակցել, ինքը քրեորեն հետապնդելի գործողություն է։ Սա պետք է հասկանալ։ Վերջին օրերին բենզինի եւ դիզելային վառելիքի գնի նվազմանը զուգահեռ թանկանում է հեղուկ գազը։ Երևանում գինը շարունակում է բարձր մնալ, իսկ որոշ մարզերում հեղուկ գազի խիստ պակաս է նկատվում։ Որոշ լցակայաններ ընդհանրապես դադարեցրել են աշխատանքը։ Կառավարությունը իրավիճակը կապում է Լարսի անցակետի փակ լինելու եւ Իրանում ներքին անկայունության հետ։ Բացը լրացնելու տարբերակներից մեկն էլ ռուսական հեղուկ գազը ոչ թե վերին Լարսով, այլ Ադրբեջանով ներմուծելն է։ Ուղղակի վաճառում ենք արդեն, բայց մոտ 1 շաբաթ վաճառ չենք իրականացնում, քանի որ ուղղակի չունենք։ Գեղարքունիքի մարզում երկար տարիներ հեղուկ գազ վաճառող այս տնտեսվարողը, որ ցանկացավ անանուն մնալ, սպասում է, թե երբ Լարսը կբացվի, որ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ բերող բեռնատարները տեղ հասնեն ու իրենց լցակայանը սկսի աշխատել։ Ամեն տարի հենց ձյունա գալիս էլի տենց Լարսի խնդիրը, տենց գազի միշտ խնդիր է լինում ու միշտ գինը բարձրանում է այս սեզոնին։ Ու միշտ պակասում է անընդհատ չկա։ Ազատությունն անցած շաբաթվա վերջին շրջել էր Վանաձորի ու Գյումրիի մի շարք լցակայաններով։ Մարզերում հիմնականում հեղուկ գազ չկար, իսկ հատուկենտ կետերում էլ գինը զգալիորեն բարձր էր, վաճառքը սահմանափակումներով։ Մայրաքաղաքում եւս այս օրերին հեղուկ գազի պակաս է նկատվում, բայց Երևանում վարորդներն ավելի շատ գնից են դժգոհում։ Նախկինում 150, 160, հետո բարձրացավ 200, հիմա 270 է։ Մի զապրավկի մեջ 8000 դրամի տարբերություն է տա։ Համարյա կրկնակի թանկացել է։ Ամեն տարի նույն բանն է, Լարսը փակվում է, հեղուկ գինը թանկանում է, հեղուկ գազը միշտ ամեն տարի այս սեզոնը ես չեմ հիշում, որ 200 դրամից պակասին, 220, 230 այսօր կատաստրոֆա է տիրում էլի։ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում հիմնականում Ռուսաստանից եւ Իրանից։ Ամեն տարի այս օրերին ըստ վարորդների տեղումների պատճառով Լարսն անանցանելի է դառնում ու գազով բեռնված մեքենաները շաբաթներով մնում ճանապարհին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցած շաբաթ Լարսի խնդրից բացի նշել էր նաեւ Իրանում ներքաղաքական լարվածությունը, բայց որ հատկապես մարզերում հեղուկ գազի վաճառք չկա կամ սահմանափակումներով է, Պապոյանը ոչինչ չէր ասել։ Այսօր Երևանյան լցակայաններում մեծ հանդիպած վարորդները դժգոհում էին բիզնեսի անարդար խաղ է, առիթից օգտվելով գինը կրկնակի թանկացնում են։ Լավ, հիմա որ Լարսը փակ ես գազը ուստն ենք լցում։ Բայց տվարոս գազն է։ Այսինքն մենք եթե Լարսը փակ է, մենք
դրսից ծորենել ենք ստանեմ, այսինքն մենք հացը Ռուսաստանի հասնենք ու դեմ եթե այդպես լիներ, մենք պետք է մի սովա մալնեինք, լարսը փակ է։ Սա երթևեկությունն այսօր գազով է ու բոլոր մեքենաները ճշվում են։ Համար չիներ պայստավորված էլ հուն ենք։ Եվ որ վերջացել է, բա որտեղից եմ լցում։ Հիմա փաստացի լցում եմ, չէ՞։ Ասենք որ անեն 500 դրամ էլ լցելու եմ, չէ՞։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը հակամրցակցային խնդիրներ չի տեսնում այս ամենում։ Կառավարության վերջին նիստում հայտարարել էր, ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազը թանկանում է, գարնան էժանանում։ Էկոնոմիկայի նախարարությունից 3 ազատությանը փոխանցել էին, որ իրավիճակը մեղմելու համար Հայաստանը շուտով հեղուկ գազ կներգրի երկաթուղով Ադրբեջանի տարածքով, բայց երբ չեն հստակեցնում։ Մեզ հանդիպած վարորդներն այսպես արձագանքեցին։ Բիզնեսը էսի անունը դրել են լարսը փակվել է, yani չի ներմուզում, բայց պայստավորված է, որ այսինքն վաղը որ մի էշելոն բանը գազ մտցրեն Ռուսաստանից Ադրբեջանով, կասեն տեսանք մենք խաղաղությունը բերեցինք, հիմա էլ Ադրբեջանը թույլ է տալի, որ մենք Ռուսաստանից գազ բերենք։ Ինչ տարբերություն որտեղով է գալի։ Այդ նույն ադրբեջանական նավթամթերքը, որ ուրիշ երկրով է գալիս, ավելի թանկ չենք լցնում, մեր մեքենաները չենք օգտագործում։ Իմ կարծիքով որ եթե Ռուսաստանից է գալի ռուսական ապրանքները, եթե դեմ են ադրբեջանականին, հարց չկա։ Եթե ռուսական ապրանքն է, ինչ տարբերություն որ երկրով է գալիս։ Մաքսիմում ուծում եք Ադրբեջանին, հարստացնում ենք ոչ։ Էկոնոմիկայի նախարարությունից դեռ չեն նշում նաև, թե որ ընկերությունն ու ինչ ծավալի հեղուկ գազ կբերի։ Ընդգծեցին բանակցությունները շարունակվում են։ Նախարարի խոսնակն ազատությանը փոխանցեց, Իրանում նաև Հայաստանի առևտրային կցորդն է ակտիվ աշխատում, որ իրանական հեղուկ գազի ներմուծումը նույնպես վերականգնվի։ Դահուկորդ Միքայել Միքայելյանի շուրջ սկանդալի ֆոնին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դնում լիազորությունները։ Ֆեդերացիայի նախագահը ավելի վաղ իր աջակցություններ հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակած Միքայելյանին։ Դրան հաջորդել էր Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության եւ ֆեդերացիայի նախագահի նամակագրությունը։ Գերատեսչությունից պարզաբանում էին պահանջել, ինչու է մարզիկը փակել մարզահագուստի վրա Ադրբեջանի գովազդը։ Ֆեդերացիայի նախագահի պատասխանն էլ կարճ էր, քայլն առավել քան պարզ է եւ պարզաբանման կարիք չունի։ Սպորտային այս սկանդալից մեկ շաբաթ անց Ժաննա Անդրեսյանը հստակ ասել էր, սպորտը պետք է մնա սպորտ։ Վերջերս Սարգսյանը կոշտ քննադատել էր նախարարությանը, հայտարարելով, որ դահուկային սպորտը անուշադրության է մատնված։ Դահուկային սպորտը ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն։ Այսօր իր տեսաուղերձում հայտարարել է Սարգսյանը, հավելելով, որ գուցե իր անձն է պատճառներից մեկը, որ պետական այրերը չեն ցանկանում զարգացնել այս սպորտաձևը։ Միջազգային լրահոսից շվեյցարական Դավոսում այսօր ակնկալվում է ռուս-ամերիկյան բանագնացների հանդիպումը, որտեղ կքննարկվի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Միացյալ Նահանգների ծրագիրը։ Այսօր սակայն Ռուսաստանի արտգործնախարարը ասել է, թե Մոսկվան հավատարիմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը, իսկ Եվրոպան խոչընդոտում է հարցի կարգավորմանը։ Խաղաղության շուրջ զրույցների եւ հայտարարությունների ֆոնին այդուհանդերձ մարտի դաշտում ռումբերը շարունակում են պայթել։ Կիևի բնակչության մեծ մասն էլ այսօր կրկին զրկված էր լույսից եւ ջեռուցումից։ Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ համաձայնեցրել են Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների եւ հետագա դիվանագիտական աշխատանքի շուրջ մոտեցումները։ Դավոսում, որտեղ երեկվանից ընթանում է համաշխարհային տնտեսական ֆորումը, ակնկալվում է նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հատուկ բանագնացների եւ Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը։ Ըստ Աքսիոսի Կիրիլ Դմիտրիևը, Սթիվ Ուիտքոֆն ու Ջարեդ Կուշները քննարկեն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը։ Դմիտրիևն արդեն ժամանել է Դավոս։ Կրեմլի խոսնակն ասել է, որ օրակարգում առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր են, նաեւ ուկրաինական կարգավորումը։ Միևնույն ժամանակ Կիրիլ Դմիտրիևը Ուկրաինայում խաղաղության գործընթացին վերաբերող տեղեկություն է Մոսկվայից փոխանցելու ԱՄՆ բանագնացներին եւ նրանցից է տեղեկություն ստանալու։ Պոլիտիկոյի տվյալներով վաղը Դավոսում սպասվում է Թրամփի հետ Ուկրաինային աջակցել կամեցող երկրների առաջնորդների հանդիպումը։
հայտարարումը, որոնք ԱՄՆ նախագահին կխնդրեն հաստատել պատերազմից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները, որոնք մշակվել են Փարիզում։ Չնայած Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել էր, որ Դավոսում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ, եթե նա այնտեղ լինի, Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Դավոս կմեկնի միայն եթե ԱՄՆ-ի հետ ստորագրման համար պատրաստ լինեն անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։ Զելենսկին ընդգծել է, թե սա չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փակուղի են մտել։ Նա պարզաբանել է, որ Դավոս չի մեկնել, որպեսզի օգնի հաղթահարելու գիշերը ռուսական զինուժի իրականացրած լայնամասշտաբ ավիահարվածների հետևանքները։ Безумовно, я обираю Україну. Իհարկե, այս դեպքում ես ընտրեցի Ուկրաինան, ոչ թե տնտեսական ֆորումը, բայց ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի, որովհետև ուկրաինացիների եւ ինձ համար շատ կարեւոր է ավարտել այս պատերազմը։ Զելենսկին նաեւ ասել է, որ ռուսական սպառնալիքի դեմն առնելու համար Ուկրաինան եւ Եվրոպան պետք է պաշտպանական համատեղ ուժեր ստեղծեն, որը մինչեւ 3 միլիոնի կհասնի։ Ու մինչ Զելենսկին հայտարարում է Եվրոպայի հետ համատեղ պաշտպանության անհրաժեշտության մասին, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը եւ կրկին մեղադրել է Եվրոպային։ 2025 թվականն ամփոփող ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հազիվ թե կարողանա եվրոպացի այսօրվա առաջնորդների հետ համաձայնության գալ, քանզի նրանք ամեն ինչ արել են կարգավորմանը խոչընդոտելու համար։ Точно так же они себя ведут и по отношению к тем. Նրանք ճիշտ նույն կերպ են վարվում Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ քաշած նախաձեռնությունների հետ կապված, ամեն կերպ փորձելով համոզել ամերիկյան վարչակազմին չբանակցել Ռուսաստանի հետ։ Договариваться с Российской Федерацией. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ դեռ չեն ստացել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցով վերջերս տեղի ունեցած բանակցություններն ամփոփող փաստաթղթերը։ Այս ֆոնին ռուսական զինուժը գիշերը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա, թիրախավորելով հիմնականում էներգետիկ օբյեկտներ։ Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 335,000 մարդ։ Ձմռան սպառնալիքին քաղաքի մոտ կեսը մնացել է առանց ջեռուցման։ Կիևում շատերը մետրոյի կայարաններում են գիշերել։ Ուժել են նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրը եւ այլ շրջաններ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժել են ուկրաինական մի շարք ենթակայաններ, որոնք կարևոր են միջուկային անվտանգության համար։ Վնասվել են նաև Չեռնոբիլի ատոմակայան տանող հաղորդման գծերը, արդյունքում ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգետիկ համակարգից։ Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին բարբարոսական հարվածները սթափության կոչ են Դավոսում հավաքվող համաշխարհային առաջնորդների համար։ Անդրեյ Սիբիգան նրանց կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում։ Նա նաև ասել է, որ ռուսական հարձակումները սպառնում են միջուկային անվտանգությանը, իսկ Ռուսաստանը միջուկային ռիսկն օգտագործում է որպես հարկադրանքի գործիք։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն էլ վրթովված է Ուկրաինայի էներգետիկ կառուցվածքներին ռուսական դաժան հարվածներից։ Վոլկեր Թուրքն ասել է, որ դրանք պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները թիրախավորելը պատերազմի կանոնների ակնհայտ խախտում է, ասել է նա։ Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական անօթաչուները խոցել մի շարք շրջաններում, սակայն տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդում։ Աշխարհը վերածվում է մի տարածքի, որտեղ կանոններն այլևս չեն գործում։ Այսօր Դավոսում դիմելով համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումներին, Մակրոնը կրկին պնդել է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի բիրտ ուժի պարտադրանքին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության գինիների համար եւ համոզմունք է հայտնել, որ այդ քայլից հետո Ֆրանսիայի նախագահը կվերանայի դիրքորոշումը Միացյալ Նահանգների նախագահի կողմից ստեղծվող խաղաղության խորհրդին անդամակցելու հարցում։ Իսկ Դոնալդ Թրամփը նորից հիշել է Նոբելյան մրցանակը, այս անգամ Գրենլանդիայի համատեքստում։ Միացյալ Նահանգների նախագահը իր Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու ձգտումը կապել է Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու հետ, նշելով, որ այլևս միայն խաղաղության մասին չի մտածում, քանի որ կղզու շուրջ վեճը սպառնում է վերսկսել առևտրային պատերազմը Եվրոպայի հետ։ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հրաժարվել է ասել, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան գրավելու համար։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել է իր հայտարարությունը եվրոպական երկրներին մաքսատուրքերով հարվածելու մասին, եթե համաձայնություն չկայացվի։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել, հաջողություն։